Սպիտակ տան դարպասների մոտ ջերմ ընդունելության հետևում Թրամփը սպասում էր բուն քննարկմանը։ Առանց այսուային կողմ ընկնելու Միացյալ Նահանգների ղեկավարը մեղմ ասած դեմ է, որ Թուրքիան ռուսական նավթ է գնում։ Ասածն ավելի համեմելու համար հավելել է, այդ քայլը կլինի լավագույնը, որ կարող է անել իր թուրք գործընկերը, որպեսզի դադարի ռուս-ուկրաինական պատերազմը։ Եվրոպայի նավթ կամ գազ գնելն էլ խաղ է։ Եվրոպան կարծեք թե Ռուսաստանից այլևս գազ չի գնում, սակայն այդ նույն ռուսական գազը ինքը գնում է Ադրբեջանի միջոցով Ադրբեջանի վրա։ Ֆանդերլեյնը որ գնաց պայմանագրեր ստորագրեց եւ այլն, բա ում գազն է տալիս Ադրբեջանը Եվրոպային։ Իհարկե իրենք բոլորն էլ լավ գիտեն, միայն ժողովրդի աչքին թոզ են փչում։ F-35 կործանիչներ են անհրաժեշտ Թուրքիային, իսկ Էրդողանի ԱՄՆ մեկնելը նաև այս նպատակն էր հետապնդում։ Թրամփը լավ իմանալով Էրդողանի նպատակները խոսել է բաց ու թափանցիկ։ Միացյալ Նահանգները կհանի Թուրքիայի դեմ պատժամիջոցները կամ կվաճառի F-35 կործանիչներ, եթե Էրդողանը լուծի նավթի հարցերը։ Եթե Թրամփը հիմա Էրդողանին ինչ-որ բանի առաջ տնի, ես կարծում եմ, որ Էրդողանը այդքան էլ համամիտ չի լինի այդ խնդիրով, որովհետև նորից ասեմ, իր շահերն են կարևոր։ Եթե Էրդողանը Ռուսաստանից չստանա ուժանյութ, ումից պետք է ստանա, այդ պիտի ապահովեն առաջի հերթին, միայն դրանից հետո կարող է Էրդողանը մտածել Ռուսաստանից այլևս ոչ մի բան չվերցնելու մասին։ Օվալաձև սենյակում հանդիպումը շարունակվել է, այլ հարցեր են քննարկվել։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ։ Թրամփը հայտարարել է, որ հենց Էրդողանն է այն առաջնորդը, ով կարող է նստեցնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ։ Ավելի շատ շոյելու խնդիր կա այստեղ։ Էրդողանը այստեղ իհարկե ոչ մի բան չկարա անել։ Էրդողանը միայն միջնորդ կարող է լինի ինչ-որ բաներում, հարցերում, երբ որ վերևից իրեն ասում է իհարկե։ Իր Էրդողանին ոչ մեկը որպես լուրջ միջնորդ չի ընդունի այս աշխարհում, թե Եվրոպայում, թե Ռուսաստանում, թե Արևելքում։ Գազայի պատերազմ։ Մինչև Վաշինգտոն հասնել է Էրդողանը Նյու Յորքում արդեն հասցրել էր Իսրայելի գործողությունները Գազայում որակել որպես ցեղասպանություն։ Սակայն Սպիտակ տան ղեկավարը այդ հարցը շրջանցեց, նա միայն կանխատեսեց, որ պատերազմը շուտով կավարտվի եւ հնարավոր է գործարքի հասնել առաջնային համարելով պատանդների վերադարձը։ Բայց կադրերից այն կողմ հանդիպումը նաև ուղերձ էր աշխարհին։ Բայդենի տարիների սառույցը հալչում է։ Էրդողանը կրկին ողջունելի հյուր է Վաշինգտոնում եւ կողմերը խոսում են ոչ միայն բիզնեսի, այլև աշխարհաքաղաքական նոր համաձայնությունների լեզվով։ Քանի որ բանակցությունների առանցքում է եղել նաև Միացյալ Նահանգներ Թուրքիա առևտրի ընդլայնումը մինչև $100 միլիարդ։ Հանա Հայրապետյան, Նոնա Գևորգյան, ABC Media։